Հայաստանի կրթական համակարգը արդեն մի քանի տարի է անցում է կատարել ներառական կրթության, ինչը նշանակում է, որ տարբեր կարիքներ ունեցող երեխաները պետք է սովորեն նույն դպրոցներում ու նույն դասարաններում։ Մասնագետները, ծնողները մտահոգվում են, նշելով, որ գաղափարը կարևոր է, բայց իրականացման ճանապարհին դեռ շատ խնդիրներ կան։ Դպրոցներում մինչև այժմ ապահովված չէ ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ լիարժեք պայմաններով։ Խնդիրները թե ֆիզիկական պայմանների միջավայրին են վերաբերում, թե մասնագետների առկայությանը։ Որոշ դպրոցներում անգամ չկան համապատասխան թեքահարթակներ կամ հարմարեցված պայմաններ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Ես կարծում եմ, եթե ուզում ենք, որ ներառական կրթությունը իրոք աշխատի, նախ պետք է դպրոցներին ապահովել համապատասխան պայմաններով, թե մասնագետներով, թե միջավայրով, թե ուսուցիչների վերապատրաստմամբ։ Հակառակ դեպքում ամբողջ բեռը մնում է ուսուցչի ու երեխաների վրա։ Ներառական կրթությունը վատ բան չէ, ասում են կրթության փորձագետներն ու հավելում, սակայն դպրոցներից շատերում դեռ պատրաստ չեն դրա անցմանը։ Նախ դասարանները շատ մեծ են, երբեմն էլ 30-ից ավելի երեխա է սովորում, իսկ ուսուցիչը պարզապես ֆիզիկապես չի կարող բոլորին իր ուշադրության կենտրոնում պահել։ Բացի այդ էլ նախ մասնագետների, լոգոպեդի, հոգեբանի պակաս կա դպրոցներում, պնդում են ոլորտի մասնագետները։ Երբեմն մեկ մասնագետը հարկադրված է աշխատել մի ամբողջ դասարանի հետ, որը ենթադրում է, որ բոլորին ժամանակ տրամադրել չի կարող։ Մասնագետների դիտարկմամբ կարևոր խնդիրներից է նաև ուսուցիչների պատրաստվածությունը։ Բոլոր ուսուցիչները չէ, որ անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ տարբեր կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Որևէ սանդղակ այդ երեխաների համար առանձնացված չի, իսկ նրանք իրավունք չունեն նույն դասարանում թողելու եւ կուրսը կրկնելու։ Սա եւս լրացուցիչ դժգոհությունների եւ անորոշությունների պատճառ է դառնում ուսուցիչների մոտ։ Մասնագետները նշում են, որ ներառական կրթությունը իսկապես կարևոր քայլ է, հավասար հնարավորություններ ստեղծելու ճանապարհին, սակայն համակարգը դեռ զարգացման փուլում է եւ դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։